Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վստահություն ձևավորելու նոր տարաշրջանը սկսած է հայտարարեց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան Կոստանդնու Բոլսո մեջ Ստամբուլի միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներու ընթացքին։ Մենք Թուրքիան կհրավիրենք կորձընկեր դառնալու եւ մեզի միանալու խաղաղության գտավը հյուսելու կորձին մեջ այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնելու մեր հարաբերությունները Թուրքիո հետ, ըստ Ալեն Սիմոնյան։ Անդրադառնալով թրիփ նախագիծին ազգային ժողովի նախագահը ընդգծած է, որ այս Ծերնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու դարաշրջանային գաբերը եւ ընդլայնելու միջազգային արևդրային ուղիները։ Ղեկավարման հուսադրող նշանները անհերքելի են։ Դարիներու ընթացքին առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արևդուրը սկսավ ձևավորվել։ Ալեն Սիմոնյանն նաեւ ասաց է, որ Տագավին արգային լուրջ մարդասիրական խնդիրներ ընդգծելով, որ վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանի մեջ բահվող 19 հայերը պետք է ազատ արձակվին եւ վերամիավորվին իրենց ընտանիքներուն հետ։ Անավելցուցած է, որ անհետ կորած մյուս անձերու ճակատագիրները նույնպես պետք է բարձվին։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Նարեկ Մգրտչյան տեսփանադան մեջ հյուրընկալած է Ամերիկայի պետական քարտուղարի ժողովրդավարության մարդկային իրավանց եւ աշխատանքի հարցերով դեղակալ Ռայլի Բարնսը գահիտնի Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփանադունը հաղորդված է, որ գողմերը միտքեր փոխանակած են թրիփ նախաձեռնության իրականացման շուրջ քննարկած խառնածին սպառնալիքներուն ապատեղեկատվության թեմ պայքարին, ինչպես նաեւ գրոնական ազատության առնչվող շարք հարցեր։ Զրուցակիցները վերահաստատած են փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը երկուստեք հետաքրքրություն ներգացնող ոլորտները ներս։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ընդունեց Հայաստանի մեջ Ֆրանսիայի տեսփան Օլիվիե դե Կոտինին։ Փոխվարչապետը հանդիպմանը սկիզբը ընդգծած է, որ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններու մեջ արգա է հակեցած օրակարգը, որ գարտահայտվի նաև բարձրաստիճան փոխայցելություններով։ Այս պարունակի մեջ անդրադարձ կատարված է Երևանի մեջ կայանալիք եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին եւ ադոր շրջանակներու մեջ Ֆրանսիայի նախագահի այցելության։ Քննարկված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները ներս երկու երկիրներու համագործակցության զարգացման հերանեկարները հատուկ շեշտված է համագործակցության նշանակությունը պաշտպանական ոլորտի մեջ։ Մհեր Գրիգորյան կարևոր նկատած է Հայաստանի տնտեսության մեջ ֆրանսական ընկերություններու ներգրավված լալը եւ երկու երկիրներու արևդրական տնտեսական գաբերու ընդլայնումը։ Լիբանանի հարավային շրջաններուն ուղղությամբ Իսրայելի հարվածներեն նախնական տվյալներով 3 անձ զոհված է եւս 21 վիրավոր կա։ Այս մասին հաղորդած է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Իսրայելի ռազմական օդանավները ուշքին հարվածներ հաստուցած են Սայդա շրջանի բնակավայրերուն։ Լիբանանի բանակի հրամանատարությունը գոչրած է քաղաքացիներուն հետաձգել հարավային քյուղեր եւ քաղաքներ վերադառնալ հաշվի առնելով համաձայնագրի բազմաթիվ խախտումները։ Արձանագրված է Իսրայելի կողմեն քանի մահացակումներ, բացի շարք քյուղերուն վրա բարբերաբար գրագոցներեն նշված է հայտարարության մեջ։ Հեզբալլան իր հերթին հայտարարած է, որ հրթիռային հարվածներով թիրախավորած է Քարմիել բնակավայրի մեջ գտնվող Իսրայելի ռազմական ենթակառուցվածքները։ Շարժումը նաև հայտնած է, որ Լիբանանի տարածքին մեջ խոցած է Իսրայելի անօդաչու թռչող սարք։ Հեզբալլան հայտարարության մեջ նշած է, որ հարձակողական անօդաչու թռչող սարքերով թիրախավորած է Լիբանանի տարածքին մեջ գտնվող իսրայելցի զինվորներու հավաքատեղիները։ Իսրայելի եւ Լիբանանի միջև 10 օրվան հրատատար ուժի մեջ մտավ գեսկիշերին հրատատարի մասին հայտարարեց Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ։ Ամերիկայի եւ Իրանի բանակցություններու հաջորդ շրջանը կգրնադեղի ունենալ հարաճիգա հանգստյան օրերուն կդերգացնե BBC-ն։ Այս մասին լրագրողներուն հետ զրույցին մեջ հայտնած է Ամերիկայի նախագահը, ադոնք հավանաբար կգրնադեղի ունենալ հանգստյան օրերուն, նշած է Թրամփ, Վաշինգտոն եւ Տեհրան շատ մոտ են համաձայնության հասնելու։ Թրամփ նաեւ կարծիք հայտնած է, որ հրատատարի երկարաձգում կարող է անհրաժեշտ չլալ, սակայն ավելի ուշ անավելցուցած է, որ հնարավոր է ինք դիտարկի հրատատարի երկարաձգման հնարավորությունը, եթե որոշե, որ Վաշինգտոն Տեհրան մոտ են համաձայնագիրի կնքման։ Իրանի եւ Ամերիկայի միջև կնքված երկու շաբթվան հրատատարին մնաց 5 օր։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Իրան համաձայնած է Ամերիկային տալ հարստացված ուրանը, որը 2025 թվականի հունիսին Իրանի գորիզային կառույցները ամերիկյան հարվածներեն հետո կետնի տակ անցած է։ Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը։ Անոնք համաձայնեցան վերադարձնել գորիզային փոշին, որը խոր կետնի տակ է B2 ռմբագործիչներով մեր հարձակումներեն հետո, ասաց է Թրամփ։ Գորիզային փոշի ասելով Թրամփ նկատի ունի Իրանի հարստացված ուրանը։ Իրան բազմիցս հավաստիացուցած է, որ չի պապակիր գորիզային զենք ստեղծել եւ իր գորիզային ծրագիրը միայն խաղաղ բնույթ կգրե։ Ըստ տեղեկություններու Իսլամաբադի մեջ ապրիլ 11-12-ին դեղի ունեցած բանակցություններու մեջ Ամերիկան Իրանեն պահանջած է հրաժարել իր գորիզային ծրագիրեն եւ Վաշինգտոնին տրամադրել իր հարստացված ուրանը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Քաց Թել Ավիվի մեջ հայտարարած է, որ Իրանի բոլոր ռազմավարական թիրախներն ու գարելիությունները ոչնչացուցած են, այս մասին անհայտարարած է երկրի պաշտպանության նախարարության մեջ ելույթի ընթացքին։ Նախարարը ընդգծած է, որ անհրաժեշտության բարակային իրենք պիտի վերադառնան եւ գրգինն են այդ։ Քաց կհամարե, որ Իրան կգտնվի պատմական խաչմերուկի վրա, անոր խոսքով ճամփաներեն մեկը Թեհրանը կդանի թեպի ահաբեկչութենեն եւ գորիզային զենքեն հրաժարում, Ամերիկայի առաջարկած կայունության եւ վերագանքման ապակայով ընդրություն, իսկ մյուս ուղին թեպի անդունդ։ Սուրիո իշխանությունները ապրիլ 16-ին հայտարարած են երկրի մեջ Ամերիկայի ռազմական ներկայության ավարտը ողջունելու մասին, հայտարարած է Սուրիո արտաքին գործոս նախարարությունը։ Նշված է, որ Սուրիան միջազգային գործընկերներու հետ համագործակցությամբ ունակ է ինքնուրույն իրականացնելու ահաբեկչության դեմ գործողությունները։ Տարածաշրջանային լրատվամիջոցները հաղորդած են, որ Ամերիկայի բոլոր զինծառայողները արդեն լքած են Սուրիան, դուրս բերելով իրենց զենքերն ու սարքերը։ Ամերիկայի զորքերը Սուրիո մեջ մնացին շուրջ 10 տարի։ Վաշինգտոն այս առաքելությունը հիմնավորած էր Սուրիո մեջ ահաբեկչական խմբավորումներուն հագաստելու անհրաժեշտությամբ։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։